Ինչպես է ձեզ վրա անդրադարձել համատարած թանկացումներն ու գնաճը։ Շատ վատ թոշակառուի վրա ինչպես պիտի անդրադառնա, երբ 35,000 թոշակ Հայաստանում ու միայնակ էլ ապրում։ Շատ վատ։ Նիկոլն ինչի մասին է մտածում, չգիտեմ։ Կամ կարելի է դրան հանել, կամ ասեն, որ թոշակառուների թոշակը մի քիչ բարձրացրու։ Այ անխիղճ։ Ճիշտ չեմ ասում, ճիշտ եմ ասում։ Շատ վերնաշճանի վատ է մեր ազգաբնակչության համար։ Երևան քաղաքի եւ հանրապետության բոլոր մարդկանց գրպաններն են մտնում, կոպիտ ասած։ Դրա հետ մեկտեղ ուրեմն ես առաջարկում եմ եւ խնդրում եմ ղեկավարությանը մի քիչ մտածեն ժողովրդի մասին, ոչ թե միայն իրենց մասին։ Խիղճ ունենան, խիղճներ են գնի փորները մարդկանց մասին մտածեն։ Ընդունում ենք, որ նոր մեքենաներ են։ Բայց դե ամենայդեպս այդ նոր մեքենաները ոչ իրանց հորտնից են բերել, ոչ էլ իրանց պապերն են առել։ Այդ եղածած նախկինում աշխատած գումարով այդ մեքենաները գնել են։ Հիմա էլ ասում են տոմսերն ենք թանկացնում, 10 տեսակի չգիտես ինչ քարտեր գոյություն ունի։ Ես թոշակառու մարդ եմ, գիտեմ որ 30% կարող եմ ինչ որ քեչով գնամ, բայց հարցը դա չէ, հարցը բոլոր ազգաբնակչության համար է։ Աղբանության համար աբսուրդ է։ Ես կարող եմ բացահայտ ասեմ, որ աշխարհում նմանատիպ հարց գոյություն չի եղել, չի ունենա, որ աղբանությունը 40 մետրով չափի։ Հողը մասը յուրաքանչյուր տարի ավելանում է։ Թող իրանց փորը խիղճ են գնի, մեղք են ժողովրդի մասին մտածեն։ Իր ինչքան որ իրաց մասին մտածել են, բոլորս էլ հասկանում են, գիտակցում են։ Իրանց լավ եմ ցանկանում ժողովրդի նկատմամբ լինել մարդ։ Շատ վատ։ Ինչ ասեմ, որ ամեն ինչը թանկացել է, պիտի փողով առնես, աշխատանք չկա, տանը վարձ պիտի տաս, կոմունալին պիտի տաս, գժվելու բանը։ Ես զարմանում եմ, ոնց են մարդիկ դիմանում։ Во-первых, տրանսպորտն էլ որ թանկացել է, մարդ կա որ տնից դուրս է գալիս, մի 3-4 տրանսպորտ է փոխում, որ մինչև գնա ով աշխատում է, գործի հասնե։ Դե ես անընդունակ եմ աշխատալի, ձեռքս ջարդած է, մենակ պրոթեզի համար պատկերացնում եք ինչքան փող են ուզում։ Ահա որ կիները մարդիկ ոնց են ապրում այդ վիճակում, ես զարմանում եմ։ Այն որ ուզում ես ուզածդ կնես չես կարողանում։ 40,000 դրամ թոշակով ինչ պետք է անենք այդ թանկացման դեմ։ Գոնե մի քիչ պետք է բարձրացնել թոշակները, որ կարողանանք դիմակայել։ Շատ վատ ազդում է մեր վրա, որովհետև մենք թոշակառու ենք եւ այսօրվա իրավիճակում մենակ թոշակին սպասելով կարողանանք ապրել, դա հնարավոր բան չի։ Աշխատանքներից հիմա ես աշխատում եմ, պահին չեմ աշխատում։ Ես ինչ պիտի անեմ։ Ուրեմն գույքահարկից բռնած, ամեն ինչից աղբից բռնած, ամեն բան թանկացնում են։ Դա արդյոք ճիշտ է, Բալիկ ջան, իհարկե ոչ։ Սա է մեր խնդիրը, որը որ այսօր չեն մտածում ժողովրդի մասին, այսքան բան։ Ժողովրդի մասին երիտասարդները գուցե այսօր աշխատանք ունեն, բայց ինչ ձևով են աշխատում երիտասարդները, դա էլ ասենք էլի։ Կարծում եք իրենց հեշտ են լինելու այս ամենը, ոչ։ Իրենք էլ են նույն այս թանկացումների տակ հոսքի նման գնում, որ պետքա որ դա մտածել դրա մասին։ Թոշակառուների թոշակը չբարձրացվեց, ոչինչ չի արվում, այսինքն ինչ են մտածում արդյոք։ Արդյոք ինչ են մտածում։ Ոչինչ։ Մենակ լուցկին ամենացեժան, մնացած ամեն ինչը թանկ էր։ Այս զաժգալկեն նույնիսկ 20 դրամ թանկացել է։ Էլ ինչ ուստենեմ դրա վրան։ Ինձ թվում է թանկացումները բոլորի կյանքի վրա են անդրադարձել, որովհետև եթե աշխատավարձների բարձրացում չի լինում, հետեւաբար թանկացումները ցանկացած ընտանիքի սպառողական զամբյուղի վրա շատ վատ ազդեցություն են ունենում։ Նմանապես նաև մեր։ Թանկացումները բոլորի վրա էլ ազդել են, որովհետև միջին աշխատավարձը շատ ցածր է, ապրանքը շատ բարձր։ Դրա համար չեն կարողանում ժողովուրդը նորմալ հասարակական կյանքով ապրել։ Զրկանքների գնով գոյատևում ենք, կարելի է ասել։ Ոնց կարար նորմալ անդրադառնալ, երբ որ աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենց։ Շատ վատ, ամեն ինչը թանկ է, ամեն ինչը, դեղորայքը, սնունդը, ամեն ինչը թանկ է։ Դե շատ վատ անդրադարձել, քանի որ մենք եկած ենք Արցախից, ապրում ենք Վարձով, հիվանդ ենք, անընդհատ հիվանդանոցներ, շատ վատ է, ինչ ասեմ։ Ժողովրդի վիճակը շատ վատ է, ամեն տեսակետից, որ բնակավարից, որ վերցնես, ամեն տեղ էլ թանկացում է։ Չի կարելի, ես ենթադրենք ես մենակ եմ, 40 քառակուսու մեջ եմ ապրում, ամբողջ օրը ես այդ ինչ եմ անում, որ խոսքի կոնկրետ աղբը ինքը հանում է քառակուսիով։
Ինչի համար։ Նորմալ է, էլի տենց վճարում էինք խոսքի անձով, ոչ թե քառակուսիով։ Մնացածը նույնպես։ Այդ ինչ անդեղել ավելացրե գույկահարկը, չգիտեմ ինչի հարկը, այդ որ ես տանջվե չեմ կերե չեմ խմե ինձ տուն եմ առե, այդ չի նշանակում, որ ինքը հիմա պետքա այնց գներ հանի, որ չգիտես որ մեկնանես թող իրանք վիլաների մասին մտածեն, ինչով են առե։ Ինքը ով ա որ մեզ ասի խոսքի ինչքան անկյունում քանի կիլո մագարոն ունես, ինչ ունես։ Մենք իրան հարցնում ենք, իրան որտեղից ավտո եւ այլն։ Շատ վատ բան են արել։ Մենք իրանց համար Ազեշյան, ես ուղղակի ափսոսում եմ իմ կոկորտն ու ոտքերը, որ ժամանակին հենց կոնկրետ Փաշինյանի համար գործի չեմ գնացել, գոռացել եմ իր համար, բայց այսօրվա դրությամբ ինքը իմ վրա ամեն ինչը կոնկրետ բարձրացում է, մենակ իմ չի, բոլորի չի կարելի։ Եթե ինդեքսացիա չի կատարում, թանկացած գնաճ բացասական է անդրադառնում։ Վատ, իհարկե վատ, թանկացումները բնականաբար իսկ բոլորի վրա է, ոչ բոլորի իհարկե, բայց մեծամասնության ժողովրդի վրա ազդել է։ Հիմնականում սնունդի վրա, սնունդը, որ շատ թանկ է։ Ոչ միայն իմ առօրյայի, ամբողջ հայազգի ժողովրդի վրա շատ բացասական թոշակառուները չեն կարողանում իրանց կարիքները հոգան։ Միայն թանկացում է, ինչպես պետք է ազդի, շատ վատ։ Ժողովրդի գրպաններն ա մտել, առաջվաններին ասում սա շիկը 50-50, իրանք հիմա 50-50 ժողովրդի գրպանն են մտած։